Մերձավոր արևելքում պատերազմն ավարտված է, Հորմուզի նեղուցը կրկին բաց է ու անվճար։ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվածությունը հաստատել են պաշտոնական հայտարարություններով։ Թրամփը սոցցանցում արված գրառման մեջ շեշտել է, որ ծովային շրջափակումը պաշտոնապես վերացված է։ Հորմուզի նեղուցի ազատ և անվճար վերաբացումը կատարված է, գրել է նա։ Տնտեսական ազդեցությունը արդեն զգացվում է շուկաներում, նավթի միջազգային գները նվազել են, Իրանը կստանա սառեցված 25 միլիարդ դոլարի ակտիվները։ Հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի պաշտոնական հուշագիրը, կողմերը կսկսեն 60-օրյա բանակցային նոր փուլ։ Քննարկվելու է Իրանի միջուկային ծրագրի հետագա ճակատագիրը։ ԱՄՆ-ն պնդում է ծրագրի ապամոնտաժման մասին, Թեհրանն էլ ձգտում է լեգիտիմացնել խաղաղ միջուկի իր ծրագրերը։ Այս թեմաների շուրջ Վաշինգտոնն ու Թեհրանը կզրուցեն արդեն բանակցային սեղանի շուրջ եւ ոչ թե մարտի դաշտում, հույս ունեն շատ փորձագետներ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Սարսափելի աղետ Միսսուրիում 12 մարդ զոհվել է օդանավի վթարից։ Ֆուտբոլային տոնը Լոս Անջելեսում, ինչ վտանգի մասին են զգուշացնում իրավապահները։ Աննախադեպ ծեծկռտուք Սպիտակ տանը Թրամփի 80-ամյակի առթիվ։ Տորնադոների հարձակումը, երկու նահանգ հայտնվել է փլատակների տակ։ Իսկ թողարկման երկրորդ մասում սպասեք Մանու Հարությունյանի բացահայտումներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Միսսուրիի նահանգում ինքնաթիռ է կործանվել, օդանավի անձնակազմի անդամներն ու բոլոր ուղևորները զոհվել են։ Ինքնաթիռը նախատեսված էր պարաշուտային թռիչքի համար։ Օդանավը վթարվել է թռիչքից անմիջապես հետո, դեպքը գրանցվել է Բաթլեր քաղաքի մոտ։ Ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել, այն կատարել է կտրուկ ձախ շրջադարձ եւ ընկել է մայրուղու մոտակայքում։ Ըստ մասնագետների, օդաչուն փորձել է վթարային վայրեջք կատարել, սակայն չի հաջողվել։ Անկումից հետո ինքնաթիռը բռնկվել է, ըստ պաշտոնական տեղեկությունների ոչ ոք չի փրկվել։ Հետաքննությանը կմասնակցի նաեւ դաշնային ավիացիոն վարչությունը։ Վթարի պատճառների մասին եզրակացություններ դեռ չկան, այս պահին ահաբեկչությամբ վարկած չի քննարկվում։ Հյուրընկալությունը հայրիս մշակույթի անբաժանելի մասն է եւ իհարկե հյուրընկալության մեջ մեծ դեր ունի ախորժելի ու որակյալ սնունդը, հենց այս ծառայությունն է մատուցում այսօրվա մեր հաղորդման հովանավորը։ Բոլորիս արդեն հայտնի եւ մեծ վստահություն վայելող Vivaldi Catering-ը առաջարկում է փաթեթներ սկսած 5 հոգին $150-ից։ Նշեմ, որ 10 հոգու համար նախատեսված փաթեթը ամենասիրվածն ու պահանջվածն է եւ այն կարող եք ձեռք բերել ընդամենը $300-ով։ Ցանկանում ենք նշել, որ հենց Vivaldi Catering-ի Instagram-յան էջում պատկերված սպասքով եւ փաթեթավորմամբ էլ ստանալու եք ձեր պատվերները։ Իսկ եթե պատվիրելիս նշեք, որ Vivaldi Catering-ի մասին տեղեկացել է Glendale News-ից, պատվերի հետ կստանաք լիովին անվճար մրգերի ասորտի։ Նշեմ, որ այս առաջարկը ուժի մեջ է միայն ամռան ամիսներին։ Պատվիրելու համար զանգահարեք 707 771 7771 հեռախոսահամարով, իսկ Instagram-յան էջը կարող եք գտնել այս տեսանյութի ներքևում ներածության բաժնում։ Այժմ շարունակենք թողարկումը։ Հունիսի 12-ից Ամերիկան ապրում է ֆուտբոլային ռիթմով, հենց այդ օրը Ինգլվուդի SoFi մարզադաշտում կայացավ 2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ամերիկյան բացման արարողությունը։ Շոուի գլխավոր աստղը Քեթի Փերին էր, մարզադաշտում ներկա էին բազմաթիվ հայտնի հյուրեր, այդ թվում Դեյվիդ Բեքհեմը, Թոմ Քրուզը։ Բացմանը հաջորդած խաղում ԱՄՆ-ի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Պարագվային։ Նախնական տեղեկություններով խաղին մարզադաշտում շուրջ 70,000 հանդիսատես է հետևել։ Հենց այդքան մարդ է ի վիճակի տեղավորել SoFi մարզադաշտը։ Մինչ առաջնության փակումը մարզադաշտը եւս մի քանի անգամ խաղեր է ընդունելու, իսկ Լոս Անջելեսը 100,000-ավոր հյուրեր ու երկրպագուներ։ Այժմ ԱՄՆ-ն գլխավորում է D խումբը 3 միավորով եւ +3 գոլային տարբերությամբ։ Նույն խմբում Ավստրալիան 2-0 հաշվով հաղթել է Թուրքիային։ ԱՄՆ ընտրանին կրկին մարզադաշտ դուրս կգա հունիսի 19-ին։ Մրցակիցը լինելու է Ավստրալիայի հավաքականը։
Աննախադեպ մարզական շոու Սպիտակ տանը Թրամփը իր 80-ամյակը նշել է նախագահական նստավայրի տարածքում կազմակերպված UFC մարտերով։ Ներսում հավաքվել է սահմանափակ թվով հանդիսատես, փոխարենը դրսում ավելի քան 20,000 մարդ։ Մարտերը դիտել են հսկա էկրաններով։ Ամբոխը երգել է շնորհավոր ծնունդդ երգը։ Մարտերին հետևել է նաև Թրամփը։ Միջոցառմանը ներկա բարձրաստիճան հյուրերի թվում էին փոխնախագահ Վենսը եւ Մարկ Ցուկերբերգը, իսկ հանրահայտ Շոն Օմելին եւ Ջասթին Գեյթջին ռինգում էին։ Մարտիկները Թրամփի ընտանիքից թվային արժույթով բոնուսներ են ստացել։ Մրցաշարի հովանավորը Truth Social հարթակն է։ Որոշ մարտիկներ հաղթանակը տոնում են շատ ինքնատիպ։ Օրինակ, նրանցից մեկը առաջարկություն է արել իր ընկերուհուն։ Միջոցառման ընթացքից գոհ է եղել նաև Հոբելյարը։ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպիչներին։ Հայաստանի վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահին։ Մենք բարձր ենք գնահատում այն դերը, որը դուք ունեցել եք օգոստոսի 8-ի պատմական խաղաղության գագաթնաժողովում։ Անհամբեր սպասում ենք ձեր վարչակազմի հետ ել ավելի պատմական գործարքների կնքմանը, մասնավորապես գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում։ Թրամփը ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ է ստացել տասնյակ երկրների ղեկավարներից, անգամ նրանցից, ովքեր այս պահին միմյանց հետ կատաղի պատերազմ են մղում։ Մասնավորապես Թրամփի հետ ծննդյան օրվա առթիվ հեռախոսազրույց է ունեցել եւ Զելենսկին եւ Պուտինը։ Ծննդյան օրվա վատագույն շնորհավորանքը Թրամփը ստացել է վիճակագիրներից։ Նախագահի վարկանիշը հասել է երկրորդ ժամկետի նվազագույն մակարդակին։ Դեմոկրատները 5%-ով առաջ են հանրապետականներից։ Հարցվածների 49%-ը նախընտրում է դեմոկրատներին, 44%-ը հանրապետականներին, 7%-ը դեռ չի կողմնորոշվել։ Թրամփի անձնական վարկանիշը ընտրողների շրջանում կազմում է 42%, 18-ից 29 տարեկանների մեծ մասը դժգոհ է նրանից։ Լատինամերիկացի ընտրողների 64%-ը նույնպես դեմ է Թրամփին։ Հանրապետական ընտրողների շրջանում նախագահի աջակցությունը նվազել է, շատերն այժմ ավելի հոռետես են երկրի ապագայի հարցում։ Հարցվածների 56%-ը կարծում է, որ Ամերիկայի լավագույն տարիներն անցյալում են։ Նրանք չեն վստահում նաև Կոնգրեսին ու դաշնային կառավարությանը։ Կառավարության հանդեպ վստահություն չունի հարցվածների կեսը, հարցումն անցկացվել է մայիսի 29-ից հունիսի 7-ը։ Մասնակցել է 2400 ընտրող։ Սխալի հավանականությունը 2% է։ Պայքարն այժմ շատ թեժ է, քանի որ դեմոկրատներին անհրաժեշտ է ընդամենը 3 տեղ Կոնգրեսում վերահսկողության համար։ Միանգամից 17 տորնադո Իլինոյս և Ինդիանա նահանգներում կատաղի քամին հիմնահատակ ավերել է տասնյակ շինություններ, մեծ վնասներ հասցրել հարյուրավորների։ Փրկարարները հաշվում են վնասները և շարունակում որոնողական աշխատանքները։ Ամերիկյան Կարմիր խաչը բացել է ժամանակավոր ապաստարաններ։ Տեղահանված բնակիչները այնտեղ են օգնություն ստանում։ Ամենաշատը տուժել են Մերիլվին, Հեբրոն և Սթրիթհոր քաղաքները։ Սթրիթհորում քամու արագությունը հասել է 265 կմ/ժ։ Պաշտոնական տվյալներով զոհեր չկան, մեկ բնակիչ փրկվել է փլատակների տակից։ Տորնադոն վնասել է նաև էլեկտրական ենթակառուցվածքները։ 100,000-ավոր սպառողներ մնացել էին առանց հոսանքի։ Էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Բազմաթիվ չվերթներ չեղարկած Չիկագոյի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը։ Այս փոթորիկները հաջորդել են միջին արևմուտքի ուժեղ քամիներին։ Այովա նահանգի Դե Մոյն քաղաքում այդ փոթորիկների հետևանքով մեկ զոհ կա։ Փրկարարները դեռ շարունակում են վերացնել փոթորիկի հետևանքները։ Թեքսասի Միդլենդ քաղաքում հրաձիգը սպանել է մեկ մարդու և վիրավորել 10-ին։ Նա թաքնվել էր լքված անասնաբուժական կլինիկայում և հենց այնտեղ էլ սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում։ Նրա կրակոցներից սպանվածը տեղի բնակիչներից մեկն է, վիրավորվածներից 4-ը վիրահատվել են։ Մնացած 5-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ 45-ամյա հանցագործը նախկինում ևս օրենքի հետ խնդիրներ է ունեցել անօրինական կերպով զենք կրելու համար։ Նա հետախուզման մեջ էր գտնվում։ Օրեր առաջ նա կրակել էր ոստիկանական ավտոմեքենայի վրա։ Այդ ժամանակ ոստիկանը չէր տուժել։ Գործի քննությունը շարունակվում է։ Բըրբենքի կայանատեղիներից մեկում տղամարդը փորձել է ավտոմեքենայի պատուհանից դանակահարել վարորդին, ավելի ուշ նա կտրել է նաև մեքենայի անվադողերը։ 39-ամյա կասկածյալը հարձակվել է երկու մարդու վրա։ Ոստիկանները ժամանել են Շերման Ուեյի փողոցի տարածք։
Հանցագործը հարձակումից հետո հեռացել էր դեպքի վայրից, սակայն ոստիկանությունը արագ պարզել է հարձակվողի ինքնությունը, նրան գտել և ձերբակալել է։ Նա այժմ գտնվում է Բրբենքի բանտում։ Տուժածների վիճակի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում։ Վերադառնանք ֆուտբոլին, աշխարհի առաջնության տոնակատարությունը Լոս Անջելեսում վերածվել է ոստիկանական գործողության։ Հերմոսա Բիչում ոստիկանները ձերբակալել են 6 անձի, ևս 34 մարդ ստացել է տուգանքի ծանուցում։ Իրադարձությունը կապված է եղել ԱՄՆ-ի հավաքականի առաջին խաղի հետ։ Ոստիկանությունը աշխատել է ուժեղացված ռեժիմով, կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր։ Ձերբակալվածների մեղադրանքները տարբեր են եղել ոչ թափ վիճակում մեքենա վարելուց մինչև թմրամիջոցների ապօրինի պահման դեպքեր։ Ոմանք էլ տուգանվել են հասարակական վայրում հարբած լինելու համար։ Ոստիկանական բաժինը հանդես է եկել հայտարարությամբ։ Նրանք կոչ են արել քաղաքացիներին լինել ավելի զգոն։ Ֆուտբոլային առաջնության օրերին ոստիկաններն աշխատելու են ուժեղացված ռեժիմով։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ինգլվուդի բնակիչներին գումար վաստակելու հնարավորություն է տվել։ Նրանք իրենց տների բակերը վարձով են տալիս երկրպագուներին։ Լոս Անջելեսի մարզադաշտի մոտակայքում կայանատեղիները շատ թանկ են։ Մասնագիտացված կայանատեղիների գները հասնում է $300։ Բնակիչներն առաջարկում են 50-ից 80 դոլարով։ Դա շատ ավելի մատչելի տարբերակ է մարզասերների համար։ Սակայն լուրջ խնդիր կա։ Ինգլվուդի քաղաքային իշխանությունները նախազգուշացնում են, որ առանց թույլտվության տարածքը վարձակալության տալը հանցանք է։ Տանտերերը պետք է ունենան կոմերցիոն թույլտվություն և գործարարության համար լիցենզիա։ Հակառակ դեպքում քաղաքը կարող է տուգանել նրանց, ընդ որում տուգանքները կարող են շատ ավելի մեծ լինել, քան վարձակալության համար ստացված գումարն է։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Թրամփի ներգաղթային խիստ քաղաքականությունը շատ ընտանիքների ստիպել է թաքնվել տներում։ Շատերը վախենում են աշխատանքի գնալ։ Սան Ֆերնանդոյում կամավորները սնունդ են բաժանում հենց նման ընտանիքներին։ Ignite the Light of Hope հիմնադրամը սննդի պայուսակները հասցնում է մինչև դռները։ Այս նախաձեռնությունը կոչվում է Հույսի պայուսակներ։ Հիմնադրամը ստեղծվել է 5 տարի առաջ, նախկինում էլ նրանք սնունդ էին բաժանում, այժմ ուտելիքը տանում են անմիջապես տներ։ Այսօր նրանք շաբաթական օգնում են մինչև 42 ընտանիքի։ Շտապեք Լոս Անջելեսի Գրանադա լողապ, այստեղ շուտով սկսվելու են գիշերային ծովափնյա կինոդիտումները։ Սա ամառային ամենասիրելի ավանդույթներից մեկն է։ Հունիսի 23-ին սկսվում են անվճար բացօթյա ցուցադրությունները։ Դուք կարող եք դիտել ֆիլմեր հենց ավազի վրա։ Այս տարվա ցանկում ընդգրկված են հայտնի ֆիլմեր, այդ թվում Յուրիան շրջանի այգին, Նախաճաշի ակումբը և Միջին աղջիկները, Կորած տղաները և այլ սիրված կինոնկարներ։ Հյուրերին խորհուրդ են տալիս վերցնել ծածկոցներ և աթոռներ, տեղում կգործեն սննդի ու եգիպտացորենի վաճառքի կետեր։ Ի դեպ, մասնակիցները կարող են իրենց հետ բերել իրենց նախընտրած թեթև սնունդը բացօթյա դիտումը ավելի հաճելի դարձնելու համար։ Սեզոնը կփակի Գրիս ֆիլմը, բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է լինելու։ ԱՄՆ-ում վտանգավոր ջերմաստիճանը սպառնում է տասնյակ միլիոնավոր մարդկանց։ Երկրի արևմուտքում և հարավում ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի։ Դա մոտ 5-ից 6 աստիճանով բարձր է հունիսյան նորմայից։ Կալիֆոռնիայում, Օրեգոնում և Վաշինգտոնում ջերմաստիճանը գերազանցում է 38 աստիճանը։ Շոգին հաջորդում են ուժեղ փոթորիկներն ու հեղեղները։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացումներ է տարածել։ Նեբրասկայում, Քանզասում և Թենեսիում գործում են փոթորիկի նախազգուշացումներ։ Ավելի քան 22 միլիոն մարդ ռիսկի գոտում է։ Բալթիմորում և Վաշինգտոնում նույնպես սպասվում են ուժեղ քամիներ։ Զգուշացումը մոտ 54 միլիոն մարդու է վերաբերում։ Կարող են լինել նաև հեղեղներ։ Եղանակային այս կտրուկ տատանումները կապված են Էլ Նինյո երևույթի հետ։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հարմար տեղավորվեք ու առաջիկա րոպեներին բացահայտեք ֆուտբոլի ամերիկյան պատմությունը Մանու Հարությունյանի հետ։ Կարող եք պատկերացնել, որ հենց Ամերիկային է պատկանում աշխարհի առաջնության ընդհանուր այցելությունների համաշխարհային ռեկորդը։ 1994 թվականի մրցաշարը 3,58 միլիոն հանդիսատես ունեցավ։ Բարև ձեզ, քանի աշխարհը ֆուտբոլի ռիթմով է ապրում, մենք էլ խոսենք Ամերիկայում այս մարզաձևի անցած ճանապարհի մասին։ Դասական ֆուտբոլը ԱՄՆ է հասել դեռ 19-րդ դարի կեսերին, հիմնականում շոտլանդացի, իռլանդացի և գերմանացի ներգաղթյալների միջոցով։
Ֆուտբոլը ԱՄՆ մտավ դժվարությամբ, ժամանակակից կանոններով առաջին հանդիպումները անցկացվել են Նոր Օրլեանում։ Մարզաձևը մինչև 1990-ականները այնքան էլ տարածված ու սիրված չէր։ Հետո հետաքրքրությունը մեծացավ։ Rose Bowl-ում կայացած եզրափակիչը դիտել է 94,000-ից ավելի մարդ։ Մի երկրում, որտեղ երկար տարիներ գերիշխել են ամերիկյան ֆուտբոլն ու բեյսբոլը, սա պարզապես վիճակագրություն չէ, այլ տպավորիչ ձեռքբերում։ ԱՄՆ հավաքականը մասնակցել է տղամարդկանց ֆուտբոլի աշխարհի 12 առաջնության, չեմպիոն կամ փոխ-չեմպիոն ամերիկացիները չեն դարձել։ Ամենամեծ հաջողությունը գրանցվել է առաջին 1930 թվականի մրցաշարում, որտեղ ամերիկացիները զբաղեցրել են 3-րդ տեղը։ Երկրորդ խոշոր նվաճումը եղել է 2002 թվականին, երբ հավաքականը հասել է 4-րդ եզրափակիչ։ Այդ երկու արդյունքներն էլ մինչ այժմ մնում են երկրի գլխավոր ու դեռ չգերազանցված ֆուտբոլային ձեռքբերումները։ Բայց եղել է նաև անհաջող էջեր։ 1998 թվականի աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ն պարտվեց բոլոր 3 հանդիպումներում եւ հայտնվեց վերջին տեղում, իսկ 2018 թվականին հավաքականը նույնիսկ չկարողացավ հաղթահարել ընտրական փուլը եւ չմասնակցեց աշխարհի առաջնությանը։ Այդ ձախողումը հաճախ անվանում են ամերիկյան ֆուտբոլի ստացած ամենացավոտ հարվածներից մեկը։ Եթե խոսենք ամերիկյան ֆուտբոլի լեգենդների մասին, առաջին հերթին պետք է հիշենք Լենդոն Դոնովանին, որը երկար տարիներ ազգային հավաքականի գլխավոր դեմքն էր։ Նրան հաճախ միանում են Քլինտ Դեմպսին, Կոբի Ջոնսը եւ այսօր արդեն Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող Քրիստիան Պուլիշիչը։ Նրանք են այն ֆուտբոլիստները, որոնց շնորհիվ միլիոնավոր ամերիկացիներ սկսեցին հետևել այս մարզաձևին։ ԱՄՆ-ի ամենանշանավոր ֆուտբոլային մարզադաշտերից երկուսը գտնվում են հենց Կալիֆոռնիայում։ Փազադենայի Rose Bowl-ը ընդունել է 1994 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, իսկ Ինգլվուդի SoFi մարզադաշտը 2026 թվականի աշխարհի առաջնության գլխավոր հարթակներից է։ Ամերիկյան երրորդ ճանաչված մարզադաշտը կարող ենք համարել Նյու Ջերսիի MetLife-ը։ ԱՄՆ-ում ամենաբազմամարդ ֆուտբոլային հանդիպումը համարվում է 1994 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը Բրազիլիա-Իտալիա մրցավեճը, որը Rose Bowl-ում դիտել է 94194 հանդիսատես։ Փոխարենը 1916 թվականին Բեթլեհեմ Սթիլի եւ Ֆիրթ Քորպսի միջև հանդիպմանը ներկա էր ընդամենը 150 մարդ։ Տարբերությունն իսկապես տպավորիչ է։ Այսօր ֆուտբոլը մեծ տարածում ունի հատկապես Կալիֆոռնիայում, Թեքսասում, Ֆլորիդայում, Վաշինգտոնում, Ջորջիայում եւ Նյու Յորքում։ Այստեղ են ամենաբարձր հաճախելիությամբ ակումբները, ամենամեծ երիտասարդական ծրագրերը։ Այո, ֆուտբոլը դեռ չի դարձել ԱՄՆ-ի գլխավոր մարզաձևը, բայց նրա աճը վերջին տասնամյակներում ակնհայտ է։ Այսօր արդեն դժվար է ասել, թե ֆուտբոլը ԱՄՆ-ում օտար խաղ է։ Լեփլեցուն մարզադաշտեր, միլիոնավոր հեռուստադիտողներ, համաշխարհային աստղեր ու պատմական ռեկորդներ։ Ամերիկյան ֆուտբոլային պատմությունը շարունակում է գրվել։ 2026-ին էլ ԱՄՆ-ն կրկին մնում է համաշխարհային ֆուտբոլի գլխավոր բեմերից մեկը, լինելով աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 3 երկրներից մեկը։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում, իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ։ Համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։